Դերասանուհի Իրինա Այվազյանն արդեն տևական ժամանակ է ինձ սոցիալական էջերում նոր ֆոտոշարքեր է հրապարակում, որոնցից ակնհայտորեն երևում է, որ դերասանուհին քաշ է կորցրել։ Հենց այսօր Իրինան որոշել էր իր հետևորդներին պատմել իր երկար անցած ճանապարհը եւ բարդությունները։ Դերասանուհու խոսքն առաջարկում ենք լսել հենց այս հոլովակում։ Ես մի քանի տարի առաջ Նիհարեցնող Հավեն Կովազդե ու շնորհիվ որ ես Նիհարեն չարչար սխալվում եմ եւ կստանալ իրենց պատասխանը հենց այս հոլովակում գնացինք Զարայից տղամարդկանց բաժնի, գիտեմ ճիշտն ասած սրա տղամարդունը որն է, բայց ամեն 25900 դրամից դարձել էր 6900 դրամ եւ այդ թքվեցի։ Ուզում ենք համադրել այս վերխի հետ։ Ես արդեն պատրաստ եմ։ Հիմա ես մաքսիմալ սխալ եմ հագնել, որովհետեւ այսա եւ այսա գերացնում են, բայց ինձ դա չի հետաքրքրում։ Եվ որոշել եմ այս վայսակի հետ համադրել, չգիտեմ, միքսա, բայց ինձ դուր գալիս անցել ոչ էլ կարգի եմ բերելու։ Չի հետաքրքրում, որովհետեւ երբ ավելորդ քաշուն է, այս տապատը նույնիսկ չերել մտնում իմ հակը։ Հիմա ինչ կոշիկի հետ ենք համադրում, որ նայես ասի այդ կոշիկի այս վայսակի հետ։ Կարծում եմ սենց բանի հետ գահել։ Ինչ գեղեցիկ է։ Կրոքսեր բայ։ Հոպա։ Սխալ եմ կադրես դրել թեքա, բայց սենց կգամել։ Բարև ձեզ, ես եկել եմ, այո։ Քիչ պիտի կորճացվի երևի, բայց շատ սիրուն է։ Խոսում ենք իմ նիհարելուց։ Ես հավերի միջոցով չեմ նիհարել, ես ստամոքսից չեմ։ Մի բան է եղել, ինչը ես արել եմ նիհարելու համար, բայց այդ ժամանակ արդեն 9 կիլոգրամ նիհարել էի, ոգևորվել էի ու որոշեցի, որ պիտի բացարձակ քաղցր չուտեմ։ Դա ինձ մոտ ստացվեց 20-25, մաքսիմում 1 ամիս։ Իհարկե, այդ ինձ օգնեց էլի քաշ կոտնեմ, բայց հիմա ինձ մոտ այն փուլն է, որ ես ուտեմ, չուտեմ, քաղցր չուտեմ, ես ուղղակի նիհարում։ Դրա համար սիրելի անհայտ եւ տարօրինակ անունով, նիկնեյմով, ինչ որ բլոգերներ ջան, խնդրում եմ մի անդրադարձեք ինձ, որովհետեւ դուք չգիտեք ես ինչպես եմ նիհարել, ինչ եմ արել դրա համար։ Ես հավերից չեմ նիհարել, այնպես որ մի խոսքով բայ, դեռ այնքան բան կա, որ դուք չգիտեք։ Ուչիկլի bay։ Դե լավ կատակ անում ազերս ահավոր, դրա համար ես գլխարկը կդնեմ։ Երևի ես կօգնեմ։ Մի բանը ինչ։ Այս հոլովակը ադմենը։ Ստացվեց։ Այդ ջոկով ես կգնայի ինչ որ տեղի բացման, որ ոչ շատ առօրյա լիներ, ոչ շատ տոնական, ոչ շատ ամառային, ոչ շատ աչնանային։ Այս ամենը իմը չէ։ Այժմ աստղային այլ նորություններ։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր ինստագրամյան էջում պատմել է ոչ միայն առօրյայի ուղիղ եթերին մասնակցելու, այնպես էլ իր տան վերանորոգման մասին։ Star News-ն առաջարկում է լսել դա։ Ես չգիտեմ դուք ոնց, բայց ես գժվում եմ մեր տաղավարի համար, մատնայք։ Տաղավարի մի մասը է կազմում Նելին այսօր։ Այսօր Նելին անհավանական արագ է, չեմ ասի ինչով, բայց ասա, ինչի չես ասում, այդ կարևոր բաներ չես ասում։ Ասե՞։ Հենց էլ ասա։ Նելին չգիտեր, որ այսօր եթերի է։ Եթերի չէր որտեղ։ Հա, դե չգիտեր, որ եթերի է լինելու։ Հետո կարողացավ գալ, մի ակնթարթում հայտնվեց այստեղ այդ։ Զորախտում։ Ուղղակի որ ինձ մենակ չթողնի այսօր։ Իբրիմ խաթրը։ Բայց քոնն էլ քո ներկայությունն էլ մեծ կապ ունի։ Շնորհակալ եմ։ Մի խոսքով, ասում եմ շնորհակալ եմ, ասում եմ շնորհակալ եմ, հələ նայեք։ Մի խոսքով, ասենց վայելում ենք մեր տաղավարում, մինչև որ տեսանյութ ենք դիտում։ Իմացեք, որ հենց տեսանյութ է գնում եթերում, մենք ոյ գովաստ ենք մտնում, իմ ականջի մեջ խոսում եմ ռեժիսորը, օքեյ։ Եկել եմ տուն, որովհետև չափագրման հետ կապված մի քանի հարցեր կային, բայց վարպետներն արդեն գնացին ու հիմա ձեր օգնության կարիքն ունեմ։ Երկու հարցով եմ ձեզ դիմում, ուրեմն նախորդ անգամ էլ էի խնդրել ֆասադային լուսավորության հետ կապված մասնագետապետ, բայց ոչ թե էլեկտրիկ, նախորդ անգամ գրել էի կամերներ, էլեկտրիկներ էին, էլեկտրոմոնտաժողներ էին, դա մենք ունենք։ Մեզ պետք է հենց որ ֆասադային լույսեր կարողանա անցկացնել, լույսերը հանածադուրս, պետք է այդ ֆասադի լույսերը, լեդերը ոնց որ սիրուն անցկացնի, չգիտեմ, մի խոսքով մասնագիտական առումով ոնց են ասում։ Եվ երկրորդը դա աբլիցովկա ասվածն է, երևի թե կառայետ, որտեղից կարելի է գտնել կառայետ։ Խնդրում եմ հուշեք եւ օգնեք ինձ։ Այ, երբ ենք ավարտելու։ Բայց այս ընթացքում դուք ինձ շատ եք օգնել ամեն դեպքում, դրա համար հիմա որ խնդիր է լինում, հարց է լինում, ասում եմ մի վարքյան հետևորդներից հարցնեմ, ծանոթ բարեկամ հարազատներ հաստատ կունենաք, որ անում են նման գործեր ու համ ձեզ լավ կլինի, համ էլ ինձ։ Բլոգեր եւ ինֆլուենսեր Արուսյա Կավկազն էլ շարունակում է սոցիալական հարթակներում նոր մանրամասներ ներկայացնել իր առօրյայի եւ անցկացրած օրերի մասին։ Ձեզ ենք ներկայացնում նրա խոսքն առանց մեկնաբանության։ Добрый вечер, дорогие мои. У нас сегодня тур
мужской монастырь. Ну, иди сюда, наши гости. Пока здесь катаем, показываем все то, что у нас что есть, Достопримечательности. короче. Мужской монастырь. Жалко, что закрыто, но наш это не помеха. Зашли, часовная там стоит бесплатно, свечи возьми, молись, проси. Вот я это понимаю. Мы сейчас находимся на горе Бештау, ну отсюда видно весь Лермонтов. Знаете, как красиво. Смотрите, как будто село маленькое, все в горах. Вы посмотрите, какая зелень, какая красота. Это раньше был закрытый шахтерский городок. Приезжайте, у нас Пятигорск очень. Приезжайте, у нас Пятигорск очень хороший. Если что, звоните мне, я все места скажу. Ну, мы сейчас находимся здесь, там об горы, очень-очень высокий. У нас мужской монастырь. Если честно, я первый раз. Но мои дети часто ходят. Но я первый раз. Мне тоже интересно. А у меня со мной подруга. Ну, не приехала. Мне привет передай всем. А я хочу, чтобы она тоже все видела и знала. Так. Ты что-то хочешь сказать? Душа успокаивается. А моя подруга говорит, здесь такая аура, что у меня душа успокаивается. Я говорю, а представь, как мы как живем. Царское место. Да. Загадайте желание. Ну, нет, твой тоже. Я хочу, чтобы мир было, и у ваших детей все было зеленая дорога. Каждый свою мечту сбилась. Самое главное, мир по всему миру. Երգչուհի Լիլուն իր Instagram-յան էջի stories բաժնում կիսվել է մի քանի տեսանյութերով, որոնցից մեկն իր երրորդ դստեր Եվայի մասնակցությամբ է։ Star News-ն առանձնացրել է այդ տեսանյութերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք ձեզ դիտել շատ մեծ սիրով։ Ինչ ա եղել։ Կուծուրը։ Դու կծու ոչ մի բան չես կերել, որ ասում ես կծու է։ Ինչ ես գնացել այդ դարակները քանդելու։ Որտեղից ես գտել դու այդ աստիճանը եկել ես։ Հե՞։ Գնացի պապանի գնացի։ Այո։ Մարդ, ինչ ես ուզում։ I am not Lucas։ Where is Lucas? Ախպեր Լուկաս չկա, no Lucas։ Բա, Le dice a Lucas que me hable. ինչա։ Teléfono, ¿eh? No Lucas, այդ ցավը տանեմ։ No es Lucas, Leo, se dice. No es Lucas. O sea, me están. Dice que no es Lucas. No Lucas, no Lucas։ Ok, pues. Bye. Bye։